Հայաստանի մասով կա հաջողություն։ Ռուսական արտահոսած նամակագրությունից մի հատված է Էդվարդ Բերնեյս ծածկանունով անձը հերթական օպերացիան իրականացնելուց հետո արդյունքների մասին է պատմում Ռուսաստանի նախագահի աշխատակազմից Սոֆիա Զախարովային, որն այդ փաստաթղթում Քրիստին Քիլեր անունով է, բայց նամակ գրողները դիմում են իրական Սոֆիա անունով։ Հարյուրավոր այսպիսի նամակագրություններ, տեղեկատվական արշավների սխեմաներ, պլաններ, զեկույցներ մի խոսքով փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ հակերային հարձակման արդյունքում ջրի երես է դուրս եկել եւ պարզաջրել 1 տարի ամեն օր լրահոսում հայտնված սկանդալային կեղծ տեղեկություններից մինչեւ մեդիա արշավներ, թեպետ ստեղծվել են տարբեր տեղերում, բայց ըստ այդ բացահայտված փաստաթղթերի կառավարվել են մեկ կենտրոնից Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից։ Դոփելգանգեր կայքերի ստեղծում, հողի վրա ակցիաներ, սաբոտաժային գործողությունների կազմակերպում, ցանկալի կարծիք տարածող փորձագետներ, սոցիալական դիզայնի գործակալության անվան տակ եւ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոյի ենթակայությամբ Հայաստանի ու եվրոպական մի շարք երկրների դեմ իրականացված կամ նախատեսվող կեղծիքի արշավները բացահայտվել են։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Մոլդովայի նախագահ Սանդուի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեղինակազրկման համար տարված աշխատանքը ռուբլի նկարագրված են մանրամասներով։ Օրինակ, այս ռեպորտաժը 2025 թվականի հունիսին էինք պատրաստել։ Այդ օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում էր կեղծ տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում շքեղ առանձնատուն է գնել 3.1 միլիոն եվրոյով։ Աղբյուրը իբր ֆրանսիական կայքերից կոթվածում բոլոր ձևակերպումները սկսվում էին ըստ լուրերի, գուցե հնարավոր է բառերով։ Դեռ այդ ժամանակ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակը պարզել էր այդ կեղծ կայքում առաջին նյութը հայտնվել էր Փաշինյանի առանձնատան վերաբերյալ հոդվածը հրապարակելուց 4 օր առաջ, այսինքն կայքը հիմնել էին հենց այդ հոդվածի համար։ Այսօր պարզվում է, կայք հոդված տարածում այդ շղթան ռուսական փաստաթղթերում ունի հստակ անուն՝ Մարսելի օպերացիա, որը հաջողված են համարում։ Նամակագրության մեջ կարդում ենք. Հաջողվել է ներքին քաղաքական առճակատում հրահրել իշխանության եւ ընդդիմության միջև։ Գից այդ հաջողված օպերացիայի ամբողջական հաշվետվությունն է։ Այդ հաշվետվությունից պարզ է դառնում միայն այդ նյութի տարածմանը նպաստել է 17 գործակալ, եւ այդ նյութի ընդհանուր դիտումը կազմել է 10.6 միլիոն, մինչդեռ այ հերկումը 10 անգամ պակաս, մոտ 1.1 միլիոն դիտում։ Այդ հաշվետվության մեջ նաև մեկնաբանությունների սքրինշոթեր կան, որ ցույց տան գեներացրել են նաև ատելության խոսք, վիրավորանք, թշնամանք։ Իդեպ այս եւ այլ նամակագրությունների կողմերը կեղծանուններով են ներկայանում, որոնց մի մասին նույնականացնել փաստերի ստուգման հարթակը չի կարողացել, բայց պարզել է, օրինակ ՍՎԿ-ն Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Վլադիմիրովիչ Կիրիենկոյի անվան առաջին տառերն են։ Այս ռուսալեզու Երևան 1 կայքն էլ է պարզվում նույն գործակալության օղակներից մեկն է։ Հոդվածների միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելը։ Արտահոսած ֆայլերից մեկը բացահայտում է, թե ամսական քանի եւ ինչպիսի հոդված է պետք հրապարակել։ 200 վերլուծական հոդված, 200 լուր, 500 պատկերաշար, 10 տեսանյութ հարցազրույցներ եւ ճանաչողական բնույթի հոլովակներ։ Եվ այդ ամենը տարածել սոցիալական տարբեր հարթակներում՝ Facebook, Telegram, X։ Ֆրանսիան 30 միլիոն եվրո չի հատկացրել Հայաստանին մեր երկիրը Ռուսաստանից հեռացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը Դուբայում առանձնատուն չունի, որ մի հատ էլ վնասվեր այդ տունը։ Մինչև Հայաստանի կառավարությունը, փաստեր ստուգող լրագրողները, նաև մենք տեսանյութերով հերքում էինք այս լուրերը, ստեղծվում էին այսպիսի նորերը։ Հիմա պարզվում է, նույն շղթայի մի օղակն են։ Գործակալությունը գործարկել է այսպես կոչված համահայկական մեդիա հարթակ։ Թիրախը ԱՄՆ-ի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների հայկական սփյուռքը։ Քարոզում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, իբրև արևմուտքից եկող վտանգներ, ինչպես նաև թիրախավորում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Հանձնարարվում է առանձնահատուկ լուսաբանել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Իսկ սա արդեն Վիկիպեդիայում ավելի քան 50,000 կլոն կայքերի ստեղծման մասին է։ Ըստ այդ արտահոսքերի Կիրիենկոյի ղեկավարած գործակալությունը մշակել է Հայաստանը թիրախավորող ինքնալրացվող գիտելիքների բազա Հայաստան նախագիծը, հատուկ գործիքներ
ինքներով էլ այնպես են արել, որ օրինակ Google-ում ինչ-որ բան որոնելիս այդ կայքերը տեսանելի լինեն, քանի որ այդ դեպքում նաև ChatGPT-ին եւ նման արհեստական բանականությունները քաղաքական գործիչների մասին հարցեր ստանալիս այդ կայքերից հենց կվերցնեն տեղեկությունը եւ կփոխանցեն օգտատերերին, տարածելով այն, ինչ ձեռնտու է Կրեմլին։ Մեկ այլ փաստաթուղթ նկարագրում է Հայաստանը թիրախավորող մեկ այլ նախագիծ։ Նշվում է, որ պետք է վարկաբեկել X քաղաքական գործչին նրա մասին զրպարտող բովանդակություն տարածելով, ինչպես նաև աջակցել իբրև թե քաղաքական հետապնդման ենթարկվող ընդդիմադիր գործչին։ Հայաստանից տեղափոխվենք Ֆրանսիա։ Փարիզում օրինակ ռուսական սոցիալական դիզայնի գործակալությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատների մոտ կազմակերպել է անմոռուկների ակցիա։ Մզկիթների մոտ խոզի գլուխներ թողնելու սկանդալային գործողություն է իրականացրել։ 2026 թվականի ծրագրերում արդեն նշվում են AI-ով կառավարվող կեղծ էջերի ու հարյուրավոր տեսանյութերի արտադրություն ֆրանսիական սոցցանցերում ազդեցություն գործելու համար։ Այդպես նաև Նորվեգիա, Գերմանիա, Մոլդովա, Ուկրաինա։ Իդեպ փաստերի ստուգման հարթակի ձեռքի տակ հայտնված այդ փաստաթղթերի մեծ մասը հենց իրենց տեղեկատվական ու ֆինանսական հաշվետվողականության մասին է։ Օրինակ պարզվում է Իսրայելում այդպիսի կենտրոնի ծախսերը հաշվարկել են ամսական 4.5 միլիոն ռուբլի, որն այսօրվա փոխարժեքով $62,000-ից ավելի է։ Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել ու իրականացվել են կեղծ դրոշով, օրինակ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները Ուկրաինայից։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռումինացի օլիգարխ եւ այլն։ Արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում նախապես պլանավորվել են ապատեղեկատվական արշավներն ու քաղաքական սկանդալները։ Նորվեգիայում օրինակ նպատակ է դրվել վարկաբեկել 2025-ի Internet Governance Forum-ը եւ հարվածել երկրի հեղինակությանը։ Ամենախոշոր օպերացիաները իրականացվել են Գերմանիայում 2025-ի Բունդեսթագի ընտրությունների ընթացքում։ Փաստաթղթերում նկարագրվում են կանաչների թեկնածու Ռոբերտ Հաբեկի դեմ ակցիաներ, ռուսամետ նարատիվներ տարածող ավելի քան 200,000 էջերի ցանց եւ սոցիալական հարթակներում համակարգված քարոզչություն։ Ուկրաինայի դեմ իրականացված տեղեկատվական օպերացիաները շատ դեպքերում նման են եղել Հայաստանի դեմ կիրառված մեթոդներին։ Ամենահաջողված ակցիաներից մեկը եղել է կեղծ լուրը, թե Վոլոդիմիր Զելենսկին Արաբական Միացյալ Էմիրություններում Բուրջ Խալիֆայում անշարժ գույք է գնել։ Ըստ ներքին զեկույցների այն հավաքել է շուրջ 86 միլիոն դիտում։ Ինչպես Հայաստանում կեղծ լուրերի թիրախում Հայաստանի վարչապետն են, ընտանիքի անդամները, կուսակիցները, Մոլդովայի դեպքում էլ ըստ արտահոսած փաստաթղթերի համակարգված արշավները ուղղված էին նախագահ Սանդուի եւ Եվրոպամետ իշխանությունների վարկաբեկմանը, այդ թվում Սանդուի հիմնադրամի գործնեության վերաբերյալ կեղծ հորինված հետաքննությունների միջոցով։ Հայաստան, Գերմանիա թե Մոլդովա անկախ երկրի տեղակայումից նամակագրություններում հստակ երևում է, բոլորը հաշվետու են եղել հենց Զախարովային։ Որոշ ֆինանսական որոշումներ էլ համաձայնեցվել են ուղիղ Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Լինամ Կրշյան, Արման Թովմասյան, Հակոբ Թումանյան, լուրեր։